Փառք Հիսուսին, փառք մեր ամենակարող Տիրոջը։ Դու պատրաստ ես, սոված ես Աստծո խոսքին, հա, հրաշալի է։ Գիտես, սիրում եմ այս խոսքը միշտ ասել, որ Աստված մեզ միշտ լավ կերակուր է պատրաստում։ Ամեն, իր սեղանը միշտ ճոխ է, իր սեղանը միշտ քաղցր է, իր սեղանը միշտ օրհնյալ է, իր սեղանը միշտ առատությունով է։ Ու ես հավատում եմ, որ դու այսօր կվերցնես այն բաժինը, որը որ քեզ համար պատրաստած է։ Ու գիտես, կա մի հատ բայց, որ մեր Աստված ոչ թե մեր ականջներին հաճելի քարոզներ է տալիս, այլ մեր Աստված տալիս է այն քարոզները ու այն ուղերձները, որը մեզ պետք է, հա, որը մեզ անհրաժեշտ է։ Գիտես, երբ որ փոքր երեխան անընդհատ շոկոլադ է ուզում, ծնողը նեն շոր անընդհատ տալիս է։ Հա, անընդհատ չի կարելի, որտեվ իր առողջությանն է վնաս, իր ատամներին է վնաս, բայց ծնողն ինչ է ասում, այս կաշան կուտես, էսի կուտես, նոր մի փոքր կոնֆետը կուտես, ծնողը գիտի ինչ պիտի տա իր երեխային։ Ու այդպես էլ մեր Աստված, մեր Հայրը, որը իմաստության մեջ է, ինքը իմաստության աղբյուրն է, իմաստության ակունքն է, ինքը որ ոչ թե մեր ականջներն է շոյում ուղերձներով, այլ տալիս է այն կերակուրը, որը մեզ բժշկող է, որը մեզ օրհնող է, որը մեզ մաքրող է, որը մեզ կերակրող է, որը մեզ զորացնող է։ Հա, սիրելիս, փառք Աստծուն։ Դրա համար, գիտես, որ sense ախորժակը թող մեծ լինի ու իմացի, որ Հայրը ընտիր կերակուր է պատրաստել այսօր իմ ու քո համար։ Ամեն։ Փառք Աստծուն։ Գիտես, ես ուզում եմ մի քանի քայլ հետ գնամ ու խոսենք մեր այն անցած ճանապարհը, որ մենք իրար հետ անցանք, մենք երբ որ սկսեցինք այս բժշկության մասին թեմաները խոսել, ես խոսեցի նրա մասին, որ մենք մի քանի կիրակիներ, sense կարելի ասել հոգևոր ուդարներ, հոգևոր հարվածներ ենք տալու բժշկության հարցի շուրջ, որպեսզի մեր ներս այդ հավատքը կառուցվի, որպեսզի մենք տեսնենք, հասկանանք, որ մեր Աստված Հայրը բժշկող է, կամենում է իր զավակների բժշկությունը, որ հիվանդությունը Աստծո ձեռագիրը չի, հիվանդությունը Աստծո ուզածը չի, Աստված ուզում է, որ իր երեխեքը առողջ լինեն, Աստված որ հա Ադամին ու Եվային ստեղծեց, ինքը իրանց առողջ ստեղծեց, Հիսուսը երբ որ եկավ աշխարհ ինքը հիվանդներին բժշկում էր ու ասեց, որ ես հոր կամքն եմ կատարում, մենք տեսանք ու խոսեցինք այս այսքան կիրակիների ընթացքում։ Առաջին մեր ուղերձը կհիշեք, մենք խոսեցինք գերբնական բժշկության մասին, հենց մեր վերնագիրն էլ այդպես էր, գերբնական բժշկություններ։ Հաջորդ կիրակի խոսեցինք Աստված խոստացել է բժշկել։ Ու մենք խոսեցինք Աստծո խոստմունքների մասին, որ Աստվածաշունչը լիքն է բժշկության խոստմունքներով, ու մեզ պետք է վերցնել այդ խոստմունքը որպես հոգևոր աշխարհում, հա, իմաստություն, որպես հոգևոր աշխարհում, գիտես, այն իրավաբանական թուղթը, հիմքը, որի վրա կանգնում ենք եւ վերցնում ենք, ընդունում ենք մեր բժշկությունը, որ երբ որ սատանան, խավարը, դևերը գան ասեն, ինչ բժշկություն, Աստված քեզ չի բժշկում կամ դու ով ես, որ բժշկվես, մենք այդ խոստմունքները վերցնում ենք ու ասում ենք, սա իմ Աստվածը ասել, սա ինձ է պատկանում։ Եվ նախորդ կիրակել մենք խոսեցինք դևեր եւ հիվանդություններ, եւ իհարկե շաբաթ օրն էլ մենք ունեցանք հրաշալի ծառայություն, ազատագրման եւ բժշկության ծառայություն, ու այսօր էլ սիրելիս, ես ուզում եմ խոսամ նորից բժշկության մասին, կարելի ասել այս ոնց որ այս թեմաները սրանով կեզրափակեմ, հիվանդության դռներ, վերնագրել եմ այսօրվա ուղերձը հիվանդության դռներ։ Կխոսենք այն ամեն ինչի մասին, կփորձենք իհարկե կպնենք շատ դռներին, որտեղ Աստվածաշունչը մեզ ցույց է տալիս, ինչպիսի, հա, ինչի պատճառով կարա մարդ հիվանդություն ունենա, ինչ դռներ կան։ Իհարկե ես նորից եմ ասում, բոլոր դռներին չենք կարող կպնել, բայց հիմնականում կխոսենք, որ ունենանք որոշակի պատկեր։ Փառք մեր սքանչելի Տիրոջը։ Ես Աստվածաշնչյան մի խոսք կուզենամ կարդամ քեզ համար, Հովհաննես ավետարան 5-րդ գլուխ 2-րդ խոսքից, հրաշալի մի պատմություն է, և Երուսաղեմում ոչխարած դռան մոտ մի ավազան կար, և եբրայեցերեն Բեթեսդա է կոչվում, որ 5 սրահ ունի։ Հետաքրքիր մի բան է, չէ, այսինքն մի դարպասներ կա, մի դուռ կա, որի անունը ոչխարած դուռ է կամ գառների դուռ, այսպես էլ են ասում, որի մեջ կա Բեթեսդա անունով լողավազան, ինքն էլ ունի 5 սրահ։ Նրանցում խիստ շատ հիվանդներ կային, պառկած, կույրեր, կաղեր, չորացածներ, որ ջրի շարժվելուն էին սպասում, որովհետև Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ վայր էր գալիս եւ այն ավազանը եւ ջուրը շարժում էր եւ ջրի շարժվելուց հետո նրա մեջ առաջին մտնողը բժշկվում էր, ինչ հիվանդություն էլ որ ունենար։
Տեսեք ինչ հետաքրքիր ժամանակներ ա եղել այդ ժամանակ։ Մարդիկ հավատացել են, Տիրոջ հրեշտակը, իջել ա, շարժել ա ջրերը, ու առաջինը ով որ իրան կարողացել ա գցի ջուրը կամ իր կողքը, եթե իր բարեկամն եղել ա, արագ իրան շպրտի ջուրը, այսպես ասած, այդ մարդը բժշկվել ա։ Եվ այնտեղ մի մարդ կար, եւ 38 տարի էր հիվանդության մեջ էր։ Այս մարդը 38 տարեկան չէր։ Այս մարդը կարող է 50 էր, կարող է 60 էր, մենք չգիտենք, բայց որ ասում է 38 տարի արդեն հիվանդության մեջ է, դա Աստծո խոսքն է ասում։ Երբ որ Հիսուսը նրան պառկած տեսավ եւ իմացավ, թե արդեն շատ ժամանակից է, նրան ասեց. «Կամենում ես առողջ լինել»։ Հիվանդը պատասխանեց նրան. «Տեր, մարդ չունեմ, որ երբ որ ջրերը շարժվում են, ինձ ավազանի մեջ գցի, մինչև որ ես գալիս եմ, ուրիշը ինձանից առաջ իջնում է մեջը»։ Հիսուսն էլ նրան ասեց. «Վեր կաց, մահիճդ առ եւ ման եկ»։ Եվ մարդն իսկույն ողջացավ, եւ վեր առավ իր մահիճը, եւ ման էր գալիս, եւ օրը շաբաթ էր։ Հրեաներն էլ ասացին բժշկվածին. «Շաբաթ է, արժան չէ քեզ, որ մահիճդ վեր առնես»։ Սա հրեական օրենքների համաձայն է, հրեաները շաբաթ օրը գիտես չէին աշխատում, իրանք անգամ իրանց օրենքների համաձայն մայրերը, տան կանայք, քույրերը, իրանք ուրբաթ օրը, այսպես ասած, մի օր առաջ իրանք կերակուր էին պատրաստում, երկրորդ օրվա համարել, որ իրանք էլ շատ չաշխատեին շաբաթ օրը։ Այս հրեական օրենքների համաձայն է, իրանց համար քայլերը հաշված էր, այդ օրը քանի քայլ պետք է անեն, ինչ պետք է անեն, եւ նույնպես այդ օրենքի մեջ մտնում էր, որ մահիճը չվերցնել, թևի տակ դնել ու քայլել։ Ու ասում է, եւ նա պատասխանեց նրան. «Նա որ ինձ բժշկեց, նա ասեց. մահիճդ առ եւ ման եկ»։ Հարցրին նրան եւ ասացին. «Ով է այն մարդը, որ քեզ ասեց. մահիճդ առ եւ ման եկ»։ Բայց բժշկվածը չգիտեր, թե ով է, որովհետեւ Հիսուսը այնտեղի ամբոխի պատճառով խույս տվավ։ Իսկն այնտեղ շատ ժողովուրդ են եղել, Հիսուսը այդ մի բժշկությունը արել է ու այնտեղից շուտ դուրս է եկել։ Ու այդ մարդը չի հասցրել ճանաչի Հիսուսին, այսպես ասած, չի հասցրի իմանա ով է։ Սրանից հետո Հիսուսը նրան գտավ տաճարում եւ նրան ասեց. «Ահա առողջացար, այլևս չմեղանչես, որ էլ ավելի չար բան չլինի քեզ հետ»։ Այլևս չմեղանչես, որ էլ ավելի չար բան չլինի քեզ հետ։ Սիրելիս, այսօրվա քարոզի հիմքը կարելի ասել այս խոսքերի վրա եմ կանգնել։ Սա ինչ է նշանակում, Տերը պարզ ցույց է տալիս, մենք այստեղից նույնպես կարող ենք հասկանալ, այս 38 տարի հիվանդության մեջ եղող մարդը փաստորեն շատ հնարավոր է, չի բացառվում, որտեղ Հիսուսի խոսքից կարելի է սա հասկանալ, որ հիվանդության, մեղքի պատճառով է հիվանդություն ձեռք բերել։ 38 տարվա իր հիվանդության պատճառը եղել է մեղքը։ Որովհետև եթե ես այսպես մտածում եմ, եթե ինքը հիվանդության պատճառով, մեղքի պատճառով հիվանդություն ձեռք բերած չներ, Հիսուսը իր նախադասությունը, այսպես ասած, ուրիշ ձև կազմեր, ուրիշ ձև կասեր։ Բայց մենք տեսնում ենք, ասում է, որ էլ ավելի, այսինքն այս որ եղել է, այն մեղքը որ գործել ես ու այս որ եղել է, եթե հիմա մեղք գործես, ավելի վատ բան կլինի։ Համար ասում է, այլևս մի մեղանչի, որ էլ ավելի չար բան չպատահի։ Հիմա սելիս այստեղից նույնպես մենք վերցնում ենք, որ մեղքը կարա հանդիսանա դուռ հիվանդության համար։ Ու եթե մենք տեսնում ենք, որ մեղքը կարա հանդիսանա դուռ, մենք հիմա կնայենք իհարկե լիքը դռներ նույնպես։ Իհարկե նորից կասեմ, ինչպես ամեն մի ուղերձի ժամանակ ասել եմ, մենք երբեք չենք քարոզում ու երբեք չենք ասում, որ բոլոր հիվանդությունների ետևում մեղք կա կանգնած։ Ոչ սիրելիս։ Բոլոր հիվանդությունների ետևում չի մեղք կանգնած։ Հեսա ես ձեզ ցույց կտամ դռներ։ Բայց կան հիվանդություններ, որոնք մեղքի ճանապարհով են գալիս։ Ժառանգական հիվանդություններ։ Իրես կան հիվանդություններ, որ ժառանգաբար փոխանցվում է։ Պապուց հորը, հորից երեխային կամ մորից երեխային, կան հիվանդություններ, որոնք փոխանցվում են։ Բժշկությունը դրան տարբեր ձևերով կասի, DNK կասի, տարբեր, DNK-ով է փոխանցում, դա փոխանցում է ծնողից երեխային։ Իհարկե մենք հավատում ենք, որ գերբնական աստվածային միջամտությունը նույնպես դա է բժշկում։
դուռը հանդիսանում նույնպես սովորական առօրյա մեր կյանքում սխալ կերակուրը, պարզապես սխալ կերակուր, երբ որ մարդը կերակուրը չարաշահում է, երբ որ մարդը ինչ-որ մի կերակրա տեսակի վրա ստաբիլ, այսպես ասած, նստած է, անընդհատ ինքը այդ կերակուրի վրա է, օրինակի համար, չէ, այդ ֆաստ ֆուդերը որ կան, արագ կերակուրը, արագ սնունդները, ես երեք էի քարոզում, ասում եմ, եթե պատահական գիտես ընկերներով հավաքվել եք, հավես եք անում, գնաք մի տեղ ֆաստ ֆուդ ուտելու, տերը օրհնի, նորմալ է, գնացեք, լավ ժամանակ անցկացրեք, բայց երբ որ մարդը ինքը ստաբիլ նստած է այդ ֆաստ ֆուդի վրա, դա շատ վտանգավոր է։ Ինքը շատ շուտ կչաղանա, շատ շուտ կլցվի, ինքը լիքը կճարպակալի, լիքը հիվանդություններ ձեռք կբերի, որտեղ այդ ֆաստ ֆուդերի մեջ նույնպես հատուկ քիմիաներ են լցնում, որ մարդուն անդադ կապեն այդ կերակուրի հետ։ Սխալ կերակուրը։ Հաջորդը սիրելի, սխալ հագուկապը։ Մարդ կարա թեթև հագնվի, դուրսը ձմեռա, ցուրտ է, մարդը թեթև է հագնվում, ընկնում սկվազնյակի տակ կամ բան, չէ, ու հիվանդություն է ձեռք բերում։ Իհարկե դու չես ասի, որ դա մեղք է, դա անխելքություն է։ Գրես սխալ հագուկապը, որ կարողակի մարդուն նորից բերի հիվանդություն։ Իրան չի հետևում։ Հաջորդը սխալ գրաֆիկը սիրելիս, քիչ քուն, քիչ հանգիստ, որ մարդը իրան չի հետևում ու իր իմունային համակարգը թուլանում է։ Ու ամեն տեսակ թեկուզ մա դուրսը թափառող վիրուս կլինի, ինչ կլինի, մի անգամ շուտ բռնում է, որտեղ իմունիտետը ընկած է։ Ինքը քուն չունի, իր քունը խախտված է։ Այդ մարդը կարա հիվանդություններ ձեռք բերի։ Իր մարսողությունը կարա խախտվի, հա, լիքը բաներ կարա վնասվի իր ներսում։ Հաջորդը սիրելիս, իր մասին չխնայել, իրան չխնայելը, իրան հոգ չտանելը։ Մարդը կարա, չէ, նայում է, տեսնում է ծանր բանը, ասում ես, լսի ծանր է, մի վեր, չէ, կվերցնի գրիժակը բարձրանա, այն կլինի։ Տարբեր տեսակի խնդիրներ, որոնք կարա պարզապես սխալ, հա, իրան չհետևելու պատճառով ինքը կարա ձեռք բերի։ Մարդ կարա ասենք կնենց աշխատանքի բնագավառում աշխատի, որտեղ փոշոտ է ու դիմակ չդնի։ Դիմակ չդնի ու այդ փոշին գնա թոքերը ու խնդիրներ առաջանա։ Հիմա չես ասի, որ դա մեղքի պատճառով եղավ, ու անգամ կարա շատ վատ թոքային խնդիրներ, չգիտեմ, տարբեր տեսակի խնդիր, ալերգիաներ ձեռք բերի։ Բայց պարզապես պետքա ձեռնոցներ կամ դիմակ կրեր։ Հասկանում ենք, սրանք բոլորը դռներ ա, որոնք Աստված մեզ տալիս է խելք, Աստված տալիս է իմաստություն, որ մենք սրանցից ազատ լինենք։ Ու անգամ ես կուզենամ մի փոքր հետ գնամ, երբ որ Աստված Իսրայել ազգին, գիտես, անապատում, երբ որ պատվիրում է կերակուրներ ու կերակրատեսակներ, ասեմ քեզ, հիմնական նպատակը նույնպես սրանում է եղել։ Երբ որ Աստված արգելել է խոզը ուտել, նեն ուտել, գիտես ինչի, որտեղ անապատում խոզը չէր մարսվում։ Ու դա թթվում էր, այսպես ասած, մարդկանց վրա մնում էր, թունավորվում էին։ Բայց այսօր մենք ունենք սառնարաններ, այսօր ունենք ուրիշ հնարավորություններ, դրա համար, երբ որ գալիս է նոր ժամանակները արդեն, Աստվածաշնչում ես գրված այն ինչ որ Աստված մաքրեց, Աստված օրհնեց, դա սուրբ է, կեր անշար է։ Այսօր մարդիկ տարբեր ուսմունքներ են հորինում, հին ուխտին կպնելով, Աստված արգելել է խոզը ուտել կամ անել։ Գիտես, եթե պարզապես չես սիրում կամ ուզում ես, գիտես, քեզի զերծ պահես, Աստված օրհնի, բայց Աստվածաշնչի օրենքների մեջ, էլ դա մի մցրա, Աստվածաշունչն ասել է, այն ինչ որ Աստված սրբել է, դա օրհնի ու կեր։ Հասկանում ենք սիրելիներ, հաջորդը հոգևոր խնդիրների մեջ նույնպես մտնում է մինչև մեղքին անցնելը, վախեր, մտքեր, դեպրեսիաներ, ստրեսներ, որ սրա պատճառով մարդ կարա նորից հիվանդություն ձեռք բերի։ Երբ որ մարդը անընդհատ այդ վախերի մեջ է, ստրեսների մեջ է, իր կյանքի, իր ապրելակերպը նես ստրեսային է, որ ինքը դրա պատճառով կարա տարբեր տեսակի հիվանդության դռներ բացի իր կյանքում։ Եվ իհարկե, որի վրա էլ մենք այսօր նորից շեշտադրում կանենք, դա մեղքն է։ Մեղքերի պատճառով, որոնք դռներ կբացեն, որ մարդը հիվանդություններ ձեռք կբերի։ Մենք պետք է զգուշ լինենք ու ուշադիր լինենք, սիրելիներ։ Մարդը կարա թմրանյութ օգտագործի, տարբեր տեսակի հիվանդություններ ձեռք բերի, կարա սեռական մեղքերի մեջ լինի ու տարբեր տեսակի հիվանդություն ձեռք բերի, կարա տարբեր խմիչքի պատճառով, մյուսի պատճառով տարբեր հիվանդություններ ձեռք բերի ու մեղքի ետևում կանգնած է հիվանդությունը։ Ամեն մի մեղք ունի իր վարձքը։ Ամեն մի մեղք, որ գալիս է իր հետևից բերում է, ինչ որ մի հետևանք սրելիս։ Դա համար Աստված, երբ որ մեզ ասում է, այս մի բանը մի արա, ինքը իր, գիտես, հենց իր հավեսի համար չի ասում։ Ինքը ասում է մեր լավի համար։ Մեր համար։ Գիտես, ես օրինակը շատ սիրում եմ, երբ որ ծնողը երեխային ասում է, բալես տուն արի, շոր հագի ցուրտ է դուրսը, դա ծնողը իր հավեսի համար չի ասում։ Դա ծնողը երեխայի առողջության համար է ասում։
Երեխայի անվտանգության համար է ասում ծնողը, երբ որ ասում է փողոցն անցնելուց աջ ու ձախ կնայես, ուշադիր կլինես։ Երբ որ ծնողը երեխային ասում է դուրս է ինչ-որ կանֆետ ու բան առաջարկեն, ամեն մեկի ձեռքից չվերցնես, դա ծնողը երեխայի անվտանգության համար է ասում, ոչ թե իր հավեսի համար։ Ու այսօր երբ որ մենք կարդում ենք Աստվածաշնչում պատվիրաններ, որ ասում է Աստված ասում է սա մի արա եւ սա մի արա, ինչ եք մի կյանք այլի կյանք արեք, գիտեք մի խմի, հիմա մի ծխեսի մի արա, արա։ Այդ քեզ սպանում է։ Այդ քեզ սպանում է, դա նենց չի որ Աստված իր հավեսի համար է ասել։ Աստված մեր համար է ասում, սիրելիս։ Աստված մեր օրհնության համար է ասում։ Աստված մեր առողջության համար է ասում։ Աստված մեր գրպանի ավելնոր ծախսերի համար է ասում։ Գիտես, այսօր ինտերնետը շատ լցված է։ Եթե մարդը ամբողջ կյանքում գիտես սիգարետի գումարը չծախսի գումարը սիգարետի վրա, այլ այդ գումարը ինքը ճիշտ ներդրումներ անի կյանքի տարբեր ոլորտներում։ Թեկուզ բիզնեսի մեջ, թեկուզ իր ընտանիքի մեջ, գիտես բավական մեծ ու հսկայական թվերի մասին է խոսքը։ Նույնը խմիչքը։ Իհարկե այսօր աշխարհը կփորձի տարբեր տեսակ անեկդոտներով ու տարբեր տեսակի հասենց խափող օրինակներով բերի, որ համոզի, որ ծխելը լավ է, խմելը լավ է, այս մեղքը լավ է, այն մեղքը լավ է։ Բայց այսօր ուզում եմ սիրելիս, մենք քրիստոնյա ենք, մենք Աստվածաշնչով ապրենք։ Ինչ է ասում Աստվածաշունչը։ Աստված երբ որ մեզ պատվիրան է տալիս, սա մի արա, սա վտանգավոր է, սա ինքը մեր օրհնության, մեր լավի համար է ասում։ Հիմա մենք այստեղ տեսնում ենք, ես ուզում եմ նորից հետ գնամ նույն պատմությանը եւ մենք իրար հետ մի փոքր ուշադրությամբ նայենք։ Տեր Հիսուսը մտնում է մի տարածք, Բեթեսդա անունով ավազանի տարածքը, որտեղ 5 սրահ կար, ու տեսնում է մահիճի վրա պարկած մի հիվանդի 38 տարի հիվանդության մեջ։ Այսօր սիրելիս, Տերը կարա ամեն մեկիս կողքը լինի։ Ու ասում է կամենում ես, որ բժշկվես։ Գիտես, Հիսուսը հարց է տալիս, բայց այս հիվանդը հարցին չի պատասխանում։ Այս հիվանդը իր կարիքն է, իր տկարությունն է նորից բարձրաձայնում։ Մեկը չունեմ։ Այսօր շատերիս Հիսուսը հարց է տալիս, բայց մենք սխալ պատասխան ենք տալիս։ Այսօր շատերիս Հիսուսը հարց է տալի, մենք սխալ պատասխան ենք տալիս։ Այսօր Հիսուսը այդ մարդուն, ու այդ ժամանակ Հիսուսը այդ մարդուն հարցնում է, կամենում ես բժշկվել։ Կարա չի ասի, հա, կամենում եմ, ոնց անեմ։ Ասում եմ, մեկը չունեմ, որ ինձի տանի գցի ջուրը, մինչև ես գնում եմ։ Ասում եմ, վեր կաց ու քայլի։ Վեր կաց ու քայլի։ Իրան բժշկողը, իրան, հա, որ ասում է, օրհնողն ու բարձրացնողը եկե գլխի վրա կանգնել է, ինքը ուրիշին է նայում։ Ուրիշի մասին է խոսում։ Այսօր արի սիրելիս, նույնը մենք նույն իրավիճակում մենք չընկնենք։ Այսօր Տերը իր ձեռքը մեկնել է յուրաքանչյուրիս։ Այսօր Տերը կանգնած է յուրաքանչյուրիս կողքը ու մեզ հարցնում է. կամենում ես բժշկվել։ Աստված ջան, դե հələ դեղերը չեն հորինել, որ ես բժշկվեմ, բա հələ այդ փող չկա է, որ այդ փողը տանեմ վիրահատությանը տամ, բա հələ այն ծանոթին պետք է գտնեմ, որ այն ծանոթի իմ համար այս մեկի հետ խոսա, որ այն մեկն էլ են բժշկի պրոֆեսորի հետ խոսա, մա կամենում ես բժշկվես։ Կամենում ես բժշկվես։ Հիշում ես, չէ՞, մենք ասել ենք, մենք չենք խոսելու սովորական ու բնական ճանապարհների մասին, որին դեմ չենք, մենք խոսում ենք գերբնականի մասին։ Կամենում ես բժշկվես։ Պրոֆեսորին էլ դեմ չենք, դեղերին էլ դեմ չենք, կամենում ես բժշկվես։ Բա հələ փողս չեղել ես, աշխատավարձը գա, որ աշխատավարձից հետո ես, այ մարդ կամենում ես բժշկվես։ Հիսուսը հարց է տալիս ամեն մեկիս։ Ու այսօր նույն Հիսուսը սրելիս կանգնած քո սրտի դուռը թակելով այդ նույն հարցը բարձրացնում է պատասխանի ճիշտ պատասխանով։ Արձագանքի ճիշտ ձևով Հիսուսին։ Հիմա վեր կաց ու քայլի։ Վեր կաց ու քայլի։ Գիտես հետաքրքիր մի բան, որ մենք պետք է սովորենք, եթե մենք հավատում ենք, որ Տերը մեզ բժշկում է, մենք պետք է սկսենք քայլ անել։ Հավատքով քայլ անել։ Հավատքով քայլ անել։ Գիտես ես լսել եմ վկայություն, որ Կայլասկայի վրա գանված մարդուն, երբ որ գալիս են ձեռքը դնում են վրան, աղոթում են բժշկության համար, ասում են հիմա հել քայլի, ասում են չեմ կարողանում, ասում են ինչ ես կարողանում։ Կարում ես մենակ մատդ շարժես, ասում է դե սկսի մատդ շարժելուց։ Սկսի ցույց տալ, որ դու փափագում ես ու դու ուզում ես։ Սկսի մատդ շարժելուց։
սկսի մատդ շարժելուց։ Իրես ուզում ես Աստծո գերբնականը վայելես, ուզում ես Աստծո զարմանալին գա քո կյանքի մեջ, սկսի այն ամենափոքրից։ Սկսի, ու դու կտեսնես ոնց է Աստված իր բժշկությունը, իր զորությունը լցնում քո կյանքի մեջ։ Բերի իր խոսքը ավարտում է այս խոսքերով քիչ առաջ կարդացինք։ Սրանից հետո Հիսուսը նրան մոտ եկավ, նրան գտավ տաճարում եւ ասեց. «Ահա առողջացար, այլևս մեղք չգործես, որ ավելի չար բան չպատահի»։ Այստեղ ուզում եմ քեզ տալ մի շատ կարևոր հայտնություն։ Երբ որ մենք մեղք ենք գործում, այնպես չի, որ Աստված կայնում ասում է բժշկությունս հետ դուր, դու արժանի չես։ Չէ, սիրելիս։ Երբ որ մարդ նորից մեղք է գործում, ինքն իր ձեռքով դա կորցնում է։ Ինքն իր ձեռքով մեկ ուրիշ խոսքերով ասած տալիս է սատանային։ Ու այսօր երբ որ մենք մեղք ենք գործում, մենք մեր ձեռքով ենք, մենք մեզանով ենք տալիս։ Աստված չի գալիս, Աստված սիրող հայրն է, ինքը չի գալիս, ասա բժշկել եմ, գնացել եմ մեղքա գործում, հետ դուր այդ բժշկությունը, չէ։ Սատանան գալիս սիրուն վեկալում, նորից հիվանդությունը հետ է տալիս։ Իրենց ես լսել եմ բազում վկայություններ, որ մարդը բժշկվում է ու հետո ամոթի պատճառով նորից հիվանդության մեջ է անգնում։ Ամոթի պատճառով, ինչից է համաչում, բա ոնց ասեմ, որ Աստված է բժշկել։ Գիտեք, ես իրական բան եմ պատմում։ Մի քույրիկ 18-19 տարեկանում, որ ունեցել է ողնաշարի խնդիր ու գլուխը ծռված է եղել։ Գալիս է իր ծառայողը, իր ավագը իր համար աղոթում է, Տերը գերբնական հրաշք է անում։ Հետո ասում է, գիտես, ասում է, կպատմես, մարդկանց մասին, մարդկանց կվկայես, որ Տերը քեզ համար հրաշք արեց։ Իսկ այս քույրիկը ինքը ամաչում է, բա ոնց բարեկամներիս ասեմ, բա կիմանան, որ հավատացյալ եմ։ Բա ոնց ընկերներիս ասեմ, բա կիմանան, որ հավատացյալ եմ։ Ու գիտես, երբ որ իմանում են, որ այս քուրիկի ողնաշարը բժշկվել է, վիզը դզվել է, գալիս են հարազատներ, բարեկամներ, որ տեսնեն, ուրախանան, շնորհավորեն, դե պատմի, այդ ոնց եղավ։ Դե բժշկի գնացի, բժիշկը բուժեց։ Մի օր, երկու օր, երրորդ օր առավոտյան արտանում է նորից վիզը ծերված։ Հիմա ինչ մտածենք, ասենք Աստված թեքեց վիզը, չէ, սիրելիս, պարզապես սատանան եկավ սիրուն, դուռը բաց էր։ Դուռը բաց էր, ամոթի, հպարտության դուռը բաց էր, եկավ նորից վիզը ծռեց։ Սիրելիս, մի ամաչի, վկայի մարդկանց, պատմի մարդկանց, հրաշքի մասին պատմի մարդկանց, խոսա, պատմի, թող Աստծո փառքը բարձրանա։ Հալելույա։ Գիտես, հաջորդ պատմությունը, որ ուզում եմ կարդամ քեզ համար, այստեղ շատ հրաշալի մի դրվագ կա։ Սա Տիրոջ վարդապետությունն է, երբ որ խոսում է դևերի մասին։ Եվ երբ որ Մատթեոս ավետարան 12:43, եւ երբ որ պիղծ ոգին դուրս է գալիս մարդից, անջուր տեղերում ման է գալիս հանգիստ որոնելու եւ չի գտնում։ Եվ այն ժամանակ ասում է. «Ետ դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկա», եւ գալիս է նրան գտնում է պարապ, սրբված եւ հարդարված։ Այն ժամանակ գնում է եւ իրանից էլ ավելի չարը 7 ուրիշ ոգիներ է առնում իր հետ եւ մտնում բնակվում այդտեղ եւ այն մարդի հետին ավելի չար է լինում, քան թե առաջ էր, այսպես կլինի եւ այս չար ազգին։ Տեսեք մեր Տիրոջ վարդապետությունը, հոգեվոր աշխարհի կանոններն է Տերը բացում, ինչ է կատարվում հոգեվոր աշխարհում։ Ասում է, եւ երբ որ պիղծ ոգին դուրս է գալիս մարդուց, դևը դուրս է գալիս, գիտես, դևին քշում են, դևը դուրս է գալիս, ու դևը իր համար տուն է ման գալի, այսպես ապաստարան է ման գալի։ Ու ասում է, գնում է անջուր տեղերը ման է գալիս, պտտվում է, իր համար մի բան է գալ։ Հիշում եք անգամ Աստվածաշնչում ասում է, գնացին խոզերի մեջ մտան։ Դևերը միշտ ուզում են մի բանի մեջ լինեն։ Դևերն ուզում են, ես ես ասեմ, դևերի ամենաերանելի տեղը դա մարդու մեջն է։ Իհարկե իրանք մտնում են անասունի մեջ էլ, կենթանիի մեջ էլ, իրանք մտնում են նույնպես առարկաների մեջ էլ։ Բայց իրանց ամենասիրած տեղը, այսպես ասեմ, իրանց ամենահավես տեղը էդի մարդու մեջն է։ Էդի մարդու մեջ լինելն է։
Մենք գիտենք անգամ պատմությունով գիտենք, Աստվածաշնչով գիտենք, որ դևերն անգամ առարկաների ետևում են կանգնում, ու այդ առարկաների միջոցով անցած կիրակի էլ խոսեցի անգամ օծով մատանիներ, չգիտես կարիճով վզնոցներ ու ականջողներ, տարբեր բաների ետևում կամ աղոթած կախարդական աղոթքներով, անեծքներով լցված ինչ որ կուլոններ, աչքի ուլունքներ, սերներ, եթե ձեր երեխաների վրա աչքի ուլունք կա, չխապնվեք, սատանան այդ աչքի ուլունքից չի վախենում։ Սատանան Հիսուսից է վախենում։ Սատանան Հիսուսի արյունից է վախենում։ Աչքի ուլունքից չի վախենում։ Դա շատ ծիծաղալու է, գիտես այդ ուսմունքը, այդ գաղափարը, որ եկել է այդ աչքի ուլունքը կախում են երեխու վրա, որ հանկարծ աչքով չտան։ Դրանից աչքի ուլունքից սատանան չի վախենում։ Ձերը դիր երեխու համար աղոթի ու դրանից ավելի շատ է վախենում։ Հիսուսի անունը կանչի երեխուդ վրա, դրանից ավելի շատ է վախենում, քան թե աչքի ուլունքը։ Ասма դևը դուրս է գալիս, անջուր տեղերը ման է գալիս, ու իր համար հանգիստ է փնտրում ու հանգիստ չի գտնում։ Գիտես, այստեղ մի հատ նախանձավոր արտահայտություն է ասում, միշտ ջղայնանում եմ։ Ու շատ եմ ջղայնանում այս արտահայտության վրա։ Եվ այն ժամանակ ասում է, ետ դառնամ իմ տունը։ Դու պատկերացնում ես ինչա, ոնց է ինքը անվանում մարդուն, իմը։ Ես ինձ միշտ ընենց թասիբի ակցում, իմ տունը։ Ես ձերքը դիրքով վրա ասա, ես Հիսուսինն եմ, ես քոնը չեմ։ Վերադառնամ իմ տունը, բարև ձեզ։ Այնքան նախանձավոր է էսի, ետ վերադառնամ իմ տունը։ Ու ասում է, վերադառնում է ու տեսնում է պարապ, սրբված և հարդարված։ Գիտես, 3 վիճակ, 3-ից մեկը վտանգավորն է։ Սրբվածն ու հարդարվածը շատ լավն է, գեղեցիկ է, բայց պարապ է, դատարկ է, մաքրել են, տեղը ուրիշ բանով չեն լցրել։ Դևը գնացել է, բայց տեղը Աստծո հոգու ներկայությունը չի եկել։ Տեղը Հիսուսով չի լցվել։ Տեղը Աստծո խոսքով չի լցվել։ Տեղը հավատքով չի լցվել։ Դատարկ է։ Մի հատ գնամ հովը աղոթի ձեռը դնի վրես, հա, ինչ լավ անեց, խաղաղություն զգացի։ Ու գնացինք, պարապ։ Ոչ կարդում ենք, ոչ աղոթում ենք, ոչ լցվում ենք, մի օր ենք խաղաղ, 2 օր կարանք խաղաղ լինենք, բայց այդ դևերը քնած չեն, որ գալի տենում են պարապա, էլի լցվում են, որ գալի տենում են դատարկ տուն, էլի հետ են գալիս, այդ տունը պտի լցվի Աստծով, այդ տունը պտի լցվի Աստծով, ու այդ տունը պտի տեր ունենա, եթե Հիսուսը տեր չեղավ, այն մեկն ասում է ով է տերը, իմ տունը, հաստատ մեկը կա, որ գալու է Իրանի հետևից։ Դա համար ժամանակին, երբ որ ազատվում ենք, ժամանակին, երբ որ մաքրվում ենք, տունը տեր պտի ունենա։ Ու եթե նա փորձի հետ վերադառնա, արդեն հետ վերադառնալուց կհանդիպի Տիրոջը, երկնքի Տիրոջը, իմ ու քո փրկչին Հիսուս Քրիստոսին, ու ունդեղից էլ կիլոմետրերով չի մոտենա դրան։ Ասма գալիս է ու տենում է պարապ, հարդարված ու սրբված։ Գնում է ու իրանից էլ ավելի չար 7 դև վեկալած գալիս է։ Ու գիտես ցավալին ասեմ, նույնպես սա ենք մենք տեսնում։ Ասում լավ քրիստոնյա էր, հավեսով ունես լավ մարդ էր եկավ, հետո տեսնում ես գնաց աշխարհ, դու տեսնում ես մի քիչ ժամանակ հետո ավելի վատ, որտեվ գալիս են, հերթով այդ չարերը հետ են գալիս, պարապ են գտել, լցվում են, անեցքի հետևից, հիվանդության հետևից, տանում ու խորտակում, Ցելիս Տերը գալիս է մեզ ազատելու, մենք պիտի հասկանանք մեր Տիրոջ սիրտը, սիրող հոր սիրտը, իր որդուն տվեց, չխնայեց, Աստծո խոսքն ասում է, եթե որդուն չխնայեց, էլ ինչ մեզ համար կխնայի, ու նրա տված ամեն մի խրատը մեր լավի համար է։
Ու եթե մի բան ասում է, մի արա, ինքը մեզ չի ասում, որ մեզից այնց սահմանափակի ինչ-որ զոմբի սարքի, որ շատ հաճախ աշխարհիկներ աշխարհից ասում են, այդ հավատացյալները զոմբիներ են։ Մի անգամ Հովվ Արտուրին մեկը գրում է, ասում է, Աստվածաշունչը ձեր գլուխը լվացել է։ Հովը իհարկե լավ պատասխան է տալիս։ Ասում ավելի լավ Աստվածաշունչը իմ գլուխը լվա, քան թե այս աշխարհի մեղքերը, այս աշխարհի կեղտոտ փիլիսոփայությունները, այս աշխարհի մեղավոր գաղափարները, ավելի լավ Աստվածաշնչով իմ միտքը սրբված լինի։ Հիշում եք, ես ձեզ պատմել եմ, որ մեկը ասում է, ախպեր ասում, ես գիտեմ այդ հավատացյալներ, մի հավատացյալ ունենք ցնդած է, մխի է ցնդած։ Դե շատ գիտեմ, ասում ամեն իրիկուն գալիս է, երգում մերքում են, մահա հետո, դες ու կնգած ձեռը բռնում գնում է այգի մանա գալիս, ասում հա հետո, ասում դե տենց էլի։ Դրա մեջ վատը ի՞նչն էր։ Արդի երգում է, չի հայհոյում, չի գորգռում, կնգած ձեռը դուրս է գալիս, մանա գալիս, ուրիշի ձեռը չի բռնում, կնգան չի ծեծում, դրա վատը ո՞րն է։ Եսին։ Ես եթե աշխարհի կեղծիքն է, աշխարհի սուտն է, աշխարհի խաբկանքն է, դու Հիսուսին հետևի։ Դու Հիսուսի հետևից քայլի։ Երբ որ աշխարհը կտեսնի քո օրհնված լինելը, երբ որ աշխարհը կտեսնի քո պաշտպանված լինելը, երբ որ աշխարհը կտեսնի քո ընտանիքը, քո խաղաղությունը, քո ուրախությունը, այն ժամանակ էլ ասելու բան չի ունենա։ Դու Հիսուսին հետևի։ Հիսուսը երբ որ մեզ մեղքից ազատում ու մեղքից պաշտպանում է, ինքը մեր լավի համար է անում։ Հալելույա սրելիս, ես կխնդրեմ Աստծո խոսքը մեզ կասի Եփեսացիս 5:18 խոսքում. Եվ մի հարբեցեք գինիով, որ նրանում անառակություն կա, այլ լցվեցեք Սուրբ Հոգով։ Խոսելով ձեր մեջ սաղմոսներով եւ օրհնություններով եւ հոգեվոր երգերով, երգեցեք եւ սաղմոսեցեք ձեր սրտերում Տիրոջը։ Մի լցվեք գինիով, մի հարբեք գինիով, այլ լցվեցեք Աստծո Հոգով։ Այն տունը, որ դատարկվել է, այն տունը, որ ազատվել է, այդ տունը թող Աստծո Հոգով լցվի։ Երեք շատ հրաշալի հավաքույթ էր, ունեցանք շատ լավ աղոթք, շատ լավ, ազատվեցինք, սելիս լցրա աղոթքով, լցրա փառաբանությունով, լցրա երկրպագությունով, կարդա Աստվածաշունչ, կարդա, խոսքով լցվիր, թող այդ տունը լցվի Աստծով։ Խոսքն ասում է, մի հարբեցեք գինիով, որ նրանում անառակություն կա։ Աստվածաշունչն է ասում, սիրելիս, գինիի մեջ, խմիչքի մեջ, ցքի մեջ, օղիի մեջ անառակություն կա։ Բախի չեք խմում։ Իսկ ինչի խմեմ։ Երեք ինձ շատ դուր է գալիս Հովվ Արտուրի խոսքերը։ Ասում գիտես, ասում այս արաղը իմ ազգի մեջ ինչքան ընտանիքներ է բաժանել։ Այս արաղի պատճառով ինչքան ծեծեր, ջարդեր, ինչքան կռիվներ ա եղել ընտանիքի մեջ, ինչքան երեխաներ են տուժվել, ինչքան աղջիկներ են բռնաբարվել, ինչքան մայրեր են լացել այս արաղի պատճառով, այսի իմ ազգի թշնամին է, ես իրան չեմ խմելու։ Այդ դրա համար չեմ խմում։ Արաղնով է։ Արաղը թշնամի է, որ սատանան խորամանկաբար բերել ու մցրել է մեր մշակույթի մեջ։ Ող իմ ու քո ներսում Քրիստոս փառավորվի։ Իմ ու քո ներսում Քրիստոս մեծարվի։ Մի անգամ Հովին դուրս ինչ որ արաբական երկրներում մի շատ պատվավոր շեյխ խմիչք առաջարկում։ Ես այդ մարդուն մերժելը դա լուրջ հարց է։
Ով ասում եմ շնորհակալություն։ Ես չեմ խմում։ Ոնց։ Ես չեմ խմում։ Ասում բայց իմ սեղանին նստել են մարդիկ, ծառայողներ ու հովիվներ, որոնց ես լցրել եմ, իրանք խմել են։ Ասում ես չգիտեմ, իրանք խեն խմել կամ ես իրանց համար չեմ կարող պատասխան տամ, բայց ես չեմ խմում։ Ասում ինչի։ Ովը մի հետաքրքիր պատասխան է տալիս, ասում եմ դուք կնստեիք այն ինքնաթիռը, որի լոջիկը թեկուզ մի բաժակ թեթև ախորժակի համար խմել էր։ Ասում չէ։ Ասում ես մի ինքնաթիռի առաջնորդ եմ, լոջիկ եմ, որի մեջ 10,000 մարդ կա։ Ամեն րոպե կարան այդ մարդիկ զանգեն, ինձանից աղոթք խնդրեն։ Ամեն րոպե կարան այդ մարդիկ զանգեն, ինձանից խորհուրդ խնդրեն։ Ես պետք է սթափ լինեմ, որ կարողանամ իրանց ճիշտ պատասխան տամ։ Տարիներ առաջ Սպիտակում մեր հարազատների հետ խոսում ենք, ինքը ծիծաղելով մի բան է պատմում։ Մա հոգևորի հետ երեխա է ունենում։ Այդ ունենալու առիթով իրանք աշխարհիկ են լինում։ Սկսում են խմել ընկերներով։ Ու մեջները հոգևոր առաջնորդ է լինում։ Ասում է իր հետ է լավ խմանք։ Ասում է հետո որ պետքա գնանք տներով, ասի չէ, ասի։ Մինչև չգաս մա տաղուշ չորտնես չենք եթալու։ Ասում լսի այդ խմած հոգևորի օրհնելը ինչի դեր պետք։ Ասում այն ժամանակ կույր էինք, չէինք հասկանում։ Չէինք հասկանում։ Խմած հոգևորը գալի օրհնի, գա աղոթի։ Ինչ է դա նշանակում։ Դա ինչ է նշանակում։ Խմած հոգևոր առաջնորդը մի լցվեք գինիով, որ նրա մեջ անառակություն կա, այլ լցվեցեք Սուրբ Հոգով։ Ես Սուրբ Հոգով լցված մարդուց անառակություն չի գնում։ Սուրբ Հոգով լցված մարդը հիվանդին ձեռ է դնում, բուժվում է։ Մեկի հետ խոսում է, այդ մեկը մխիթարվում է։ Հալելույա մեր Տիրոջը։ Արի կանգնենք ոտքի։ Գրես քանի երեխեն փոքր է, տղա երեխեն փոքր է, հայրը, հոպարը հայհոյել է սովորացնում։ Տղա ես մի հատ հլա ասա, այս հոպարին հլա ասա։ Հետո հենց այդ երեխեն մեծանում ու անգնում է բերթի դռները, խնդիրներ, դանակարություններ, կռիվներ, գլուխները տված վազում են այս դատարանից այն դատարանից, ում էինք մի կտոր հաց տվել։ Ինչի տա պետք, որ երեխեն փոքր ժամանակ հայհոյի։ Ինչի տա պետք։ Կարաս հայր մերը սովորացրա։ Կարաս աղոթք սովորացրա։ Թող մորը ասի ինչքան է սիրում, թող տատին ասի ինչքան է սիրում։ Չէ մի հատ էս հոպարին հլա ասա։ Իրես մեր մշակույթի մեջ մենք շատ ենք փչացնում ու վնասում, որ հետո զարմանում ենք, բախես անեծքները, բախես խնդիրները եկավ մեր կյանքի մեջ։ Մի լցվեք աշխարհով, այլ լցվեք Սուրբ Հոգով։ Փոքր ժամանակից, պատանի հասակից մանավանդ տղա երեխաներին, այստեղ էլ արդեն աղջիկ երեխաները այս ժամանակների մեջ սիգարետ ծխելը, որ չես ծխում, տղա չես ծխում։ Գրեզ ես էլ եմ եղել, ես այդ սերունդի մեջ եմ մեծացել, որ դու պիտի ցույց տաս, որ դու շրջապատի մեջ ես։ Ես այն 90-ականների այն հատվածին եմ մեծացել, որ սովորող լինելը էդի դոձիկին հավասար էր։ Խելացի լինելը, կարդացող լինելը, էդ ուրեմն դու հիմա լավ է, ահագին բան փոխվել է։ Ահագին բան փոխվել է, մեր երեխեքը սկսել են սովորել, սիրում են սովորել։ Բայց դևերը, սատանայի գաղափարները այնքան էր լցված, որ սովորելը ամոթ բան էր, որտեվ դեբիլ էր ուզում մեծացնել ազգին։
գիրք կարդալ ամոթ էր։ Նստեմ գիրք կարդամ ես որ թիվն է։ Մի լցվեք աշխարհով։ Լցվեք Սուրբ Հոգով։ Աստվածաշունչն ասում է մեր Հիսուսը խոսքն է։ Խոսքը լցվի Հիսուսով։ Ինչքան Աստվածաշունչ կարդում ես, այնքան Հիսուսով ես լցվում։ Հիսուսն Աստծո խոսքն է սիրելիս։ Կարդա ու կարդա Աստվածաշունչը։ Կարդա ու կարդա։ Մեքենայիդ մեջ աուդիո Աստվածաշունչ միացրա, լսի ու լսի։ Հիսուսով լցվի։ Դու կտեսնես ոնց է օրհնությունը յուղի պես կաթում կյանքիդ մեջ։ Դու կտեսնես ոնց է բժշկությունը գալիս, հիվանդությունը ուղղակի գնում ու գնում, քաշվում ու վերանում։ Հալելույա։ Շնորհակալ ենք Տեր։ Շնորհակալ ենք Տեր։ Արի աղոթք անենք սիրելիս, շնորհակալ ենք փառավոր Աստված, որ դու կտրում մաքրում ես Տեր։ Շնորհակալ ենք Տեր, որ սրբացնում ես ամեն մեկիս։ Շնորհակալ ենք Տեր քո թանկ այրան համար։ Շնորհակալ ենք Տեր քո խաչի համար։ Սքանչելի Հիսուս։ Սքանչելի Հիսուս։ Որ դու մաքրում ես Տեր, մենք քո տաճարն ենք, դու մաքրում ես մեզ։ Ու լցնում ես քո հոգով Տեր, շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք Տեր, որ դու մեզ ուժ եւ կարողություն ես տալիս, որ մեղքի առաջ չխեղճանանք Տեր, այլ հաղթող լինենք։ Շնորհակալ ենք Հիսուս։ Շնորհակալ ենք Հիսուս։ Շնորհակալ ենք Հիսուս։ Շնորհակալ ենք Հիսուս։ Աղոթում ենք Տեր, որ այստեղ ամեն մեկիս կյանքում ամեն դուռ, որ բացվել է հիվանդության համար, թող այդ դռները փակվեն։ Տեր, խնդրում ենք իմաստություն տաս, եթե մեր առօրյայի մեջ կա, եթե մեր կերակուրների մեջ կա, եթե մեր հանգստի մեջ կա ինչ-որ խնդիրներ, որի պատճառով դռներ են բացվել, մեր հագ ու կապի մեջ, միգուցե կան ստրեսներ, վախեր, Տեր, ինչը որ դուռ է հանդիսանում, խնդրում ենք, որ դու տաս իմաստություն, որ այդ դռները փակվեն։ Դու ուզում ես Տեր, որ քո զավակները լինեն առողջ ու բժշկված։ Դու ուզում ես, որ լինեն առողջ ու բժշկված։ Դու ուզում ես, որ քո զավակները լինեն առողջ եւ բժշկված։ Մենք շնորհակալ ենք։ Մենք շնորհակալ ենք։ Մենք շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք, թող սովորենք Տեր, ու ելես հարցը չտանք քեզ Տեր, ուզում ես, որ առողջ լինենք, մենք հասկանանք վերջապես, որ դու կամենում ես, որ քո եկեղեցին լինի առողջ, որ քո եկեղեցին լինի բժշկված։ Դու ես հանձնարարություն տալիս, գնացեք, ամեն հիվանդներին բժշկեցեք, ամեն ցավերից, ամեն դևերից ազատագրեք։ Դու ես հանձնարարությունը տալիս Տեր։ Դու չես ասում մեկին կբուժեք, մեկին կթողեք, դու ասում ես բոլորին, ամենին։ Շնորհակալ ենք Տեր։ Շնորհակալ ենք Տեր։ Շնորհակալ ենք Տեր։ Հալելույա։ Հալելույա։ Շնորհակալ ենք Տեր։ Քեզ փառք, պատիվ ու մեծություն ենք բարձրացնում։ Հալելույա։ Ամեն։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Փառք, փառք, փառք Տիրոջը սիրելիս։ Թող մեր կյանքում փակվի ամեն դռները։ Ամեն անեծքի դուռ, ամեն հիվանդության դուռ, ամեն խավարի առաջ դուռ։ Հիսուսի փառահեղ անունով։ Ուզում եմ մի հարց տամ, կա մարդ, որ այսօր առաջի անգամ է, եթե առաջի անգամ ես կխնդրեմ ձեռք բարձրացնես, մենք քեզ ողջունենք։